Այս պահին ճիշտ ասած մենք հենց հիմա մի հետազոտություն ենք անում եւ ինձ ուղղակի անկեղծ ասած զարմացրեց մեր տնտեսության տրամաբանությունը։ Մեր հետազոտությունը կապված է անտառների իրավիճակին եւ կտրվող վառելափայտին մասնավորապես, ինչպես նաեւ բիզնես նպատակներով օգտագործվող փայտին առհասարակ։ Պարզվեց, որ նույնիսկ այնտեղ, որտեղ գազը կա, այնտեղ նույնիսկ այս տարի արդեն անցյալ տարի փորձելուց հետո գազի ջեռուցման հնարավորությունները մարդկանց մի զգալի մաս դադարեցրել է իր տան ունենալով արդեն ծախսը արած լինելով գազը բերած լինելով գազի վառարան գնաց լինելով դադարեցրել են գազի օգտագործումը եւ նորից անցել են վառելափայտի։ Ինձ համար երկու բան մնաց հարցական, սրա դեռ հետազոտական արդյունքն էլ չունեմ։ Երբ որ գազի սակագները բարձրացնում էին գազով շահագրգիռ տնտեսական սուբյեկտներ արդյոք հաշվարկել են թե իրենք որքան սպառողից կզրկվեն պոտենցիալ եւ արդյոք իսկապես իրենց ձեռնտու է այդ գազի բարձրացումը դեռ չհաշված են խնդիրը թե նրա սոցիալական հետևանքները բնակչության վրա ինչպիսին են ես ուղղակի իր տնտեսական էֆեկտն եմ ուզում իմանալ հասկանալ շատ վստահ չեմ որ իրենք այդպես հաշվարկ արել են որտեվ ես վստահ եմ որ մյուս տարի այս բարձրացված գներով իրենք համարյա ըստ էության կունենան նույնքան եկամուտ որքան այս տարվա դեռ գործող գներով որտեվ շատերը ուղղակի գազը կդադարեն օգտագործել։ Այս աղքատ եւ աղքատի հոգեբանության վրա կառուցված հասարակական հարաբերությունների հողի վրա երկիր չենք կառուցելու։ Եվ ինչ է կարծում դիմադրողականություն կա, պայքար կա մեր ժողովրդի կողմից, դժգոհ են բոլորը, թանկացումներից, ամեն ինչից սկսած իրենց կյանքից, բայց ասենք ինչ որ ձևով ինչով է դա արտահայտվում։ Այն տեսակետը կա, որ ավելի հարմարվել են այս ամեն ինչի։ Ես նույնպես անկեղծ ասած այս տեսակետի կողմնակիցն եմ, գիտեք ինչ մարդիկ մի տեսակ հաշտվել են պայքարելու անիմաստության հետ։ Եվ ես դա ուղղակի ոչ միայն տեսական ընդհանրացում եւ դատողություն անում, այլ նաեւ իմ զրույցներից բխեցնում եմ այս խնդիրը։ Նույնիսկ արդեն մի տեսակ ալարում են հարևանին բողոքել իրենց ավելի վատթարացող կյանքի մասին, անիմաստության զգացողությունը բացարձակ եւ տոտալ տիրապետում է գիտակցությանը։ Ես այն մարդկանցից մեկն էի, որ չմասնակցած լինելով ՀԱԿ-ի նախաձեռնությանը գազի թանկացումների դեմ ստորագրահավաք անելու եւ դատական գործ սկսելու շատ ողջունում այդ երևույթը եւ իմ աշխատանքի դաշտային աշխատանքի ընթացքում փորձում էի մարդկանց հետ խոսել նաեւ այս խնդրի շուրջ բոլորը դժգոհ են բայց բոլորը անիմաստ են համարում եւ գտնում են որ մեկը դա որևէ արդյունք չի տա ուրեմն ջանք թափել դրա ուղղությամբ անիմաստ է հարկավոր է լուծում փնտրել գոյատևումը շարունակելու լուծում փնտրել անհատական եւ ընտանեկան այսինքն բացարձակ երկրի հետ հեռանկար չկապել երկրի ծրագրերի մաս չդառնալ եթե կհավատաք մինչեւ հիմա շատերի մոտ իշխում է այն գիտակցություն որ պետությունը պետք է հոգ տանի իրենց ընտանիքների եւ իրենց կյանքի մասին ուրա նայում այս պետությունը արտահայտությունը դեռևս հնչում է մեր բնակչության վրա այսինքն մարդիկ դեռևս չեն հասկացել որ պետությունը հոգ չի տանելու եւ իրականում ոչ էլ պետության ֆունկցիան է հոգ տանելը այն հարաբերությունների ֆոնի վրա որ հարաբերությունները մեր երկրում հաստատված են բայց սա արդեն այդքան էական չի սրա իներցիականությունը նվազել է սրա փոխարեն եկել է երկրորդ սերունդը որը արդեն ծնվել է առանց արժանապատվության եւ շատ նվաստացած գոյավիճակում եւ այդ սերունդը ընդհանրապես չի պատկերացնում արժանապատվության եւ մարդկային առաքինությունների կարևորագույն բնութագրիչները որոնք են այսինքն այս սերնդի համար մեծ քանակական մեծամասնության մեր բնակչության այս սերնդի համար ընդհանրապես պայքարել ընդհանրապես կյանքի կենսաձևի փոփոխություն Եթե կուզեք մինչև 30 տարեկանների մեջ արդեն 30 տարեկանները չեն ծնվել այս իրավիճակում, բայց նրանք ձևավորվել են արդեն մի իրավիճակում, որտեղ շուրջ անընդհատ եւ խոսվում եւ ապացուցվում եւ փաստվում է, որ մարդու կողմից առաջ քաշվող խնդիրները շատ երկրորդական են, որ մարդը ինքը որպես արժեք շատ երկրորդական է եւ ուրեմն մարդու գոյատևման խնդիրները հենց զուտ գոյատևում են ոչ թե արժանապատիվ կենսաձև են կամ կյանք են ինձ թվում է որ սա զգալի չափով սկսել է դառնալ տիրապետող վարքաձև մյուս բանը որ իմ կարծիքով դարձյալ զգալի
արմատավորվել է, դա այն է, որ մենք մի տեսակ ճահճի մեջ կարծեք թաղվել ենք եւ այս ճահիճը սկսել է մեզ արդեն հարմար թվալ։ Ջանք թափել այս ճահիճից դուրս գալ նշանակում է տեսնել ինչ-որ մի հորիզոն, դեպի որը շարժվում եք, չեն տեսնում։ Մեր բնակչության մեծ մասը այդ հորիզոնը չի տեսնում։ Քաղաքական ուժերի հետ կապում են որևէ հույս թե ոչ արդեն։ Խորապես վստահ եմ, որ ոչ։ Մի տեսակ նոնսենս է մեր երկրում քաղաքական ուժ եւ գաղափարախոսություն արտահայտությունների հետ խնդիր կապելը։ Իշխանություն արտահայտությունը քաղաքական ուժ արտահայտության հետ անգամ չի կապվում։ Կան կուսակցություններ, գիտեմ, որ կուսակցություններով կարիերա անելու հնարավորություններ կան, բայց ինձ կուսակցություն եւ քաղաքական դիրքորոշում արտահայտությունները իրար հետ չեն կապվում։ Այնքան երկար ասել ենք, որ էլ ինչքան վատի, էլ որտեղ սրանից ավելի վատը չի լինում, պարզվում է, որ լինում է։ Եվ այո, ես ճիշտն ասած Հայաստանում չեմ տեսնում լուրջ ընդվզման կամքի կրողներ եւ առաջին հերթին դա երբ որ ես ասում չեմ տեսնում, դա չեմ հակում, որ ես այդպիսին եմ, ես էլ դրանցից մեկը։ Ես չեմ բացառում հնարավորությունը։ Ես ուղղակի այս պահին չեմ տեսնում այդ կամային հատկանիշները կրող խումբը, որ ամեն ինչ այս կյանքում թողած լրջորեն եւ միայն եւ ամբողջովին այդ խնդրով պիտի զբաղվի։